Բարև ձեզ, կա Հայաստանում ընտրովի արդարադատություն։ Արդյոք մեր դատարանները կամ իրավապահ այլ կառույցներ հանցանքների, խախտումների կամ դրանք կատարողների նկատմամբ հավասարազոր համարժեք որոշումներ են կայացնում, թե երբեմն դատում են օրենքի ողջ խստությամբ, երբեմն ոչ այնքան, երբեմն էլ ընդհանրապես չեն դատում։ Ամեկ+-ի տաղավարում քննարկումը, որը կազմակերպվել է Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ։ Մեր բանախոսներն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը եւ փաստաբան Դավիթ Ասատրյանը։ Բարև ձեզ, ընկերներ, շնորհակալություն մեր տաղավար գալու համար եւ ընդհանուր հարց. կա Հայաստանում ընտրովի արդարադատություն, թե օրենքը բոլորի նկատմամբ հավասար է։ Խնդրեմ, Տիկին Չատինյան։ Շնորհակալություն հարցի համար։ Այո, իհարկե արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կա ընտրովի արդարադատություն եւ տարբեր բնագավառներում ենք սա տեսնում եւ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերի շրջանակներում ենք երբեմն տեսնում եւ արձանագրում ականատես է լինում գործերի քննության շրջանակներում եւ նաեւ խոշտանգումից եւ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու առհասարակ նաեւ եւ խոշտանգման գործերով եւ հիմնարարությունների խախտման գործերով, երբ պետության վերահսկողության ներքո է տեղի ունենում իրավունքի խախտումը։ Այս բոլոր դեպքերում մենք տեսնում ենք, որ կա ընտրովի արդարադատություն, ականատեսն ենք լինում դրա, մինչդեռ օրենսդրությունը, կոնվենցիաները, վավերացրած պրակտիկան եւ առհասարակ մոտեցումը արդարադատության իրականացման այդպիսին չպիտի լինի։ Արդարադատությունը պիտի լինի հասանելի բոլորին, հավասար օրենքի առջև հավասարության սկզբունքի ճշմարտացիության տեսանկյունից հա պիտի հավասար լինի։ Բայց այսօր եւ մամուլում ենք ականատես է լինում քրեական գործերի կտրուկ փոփոխություն եւ մենք իրավապաշտպան գործունեության շրջանակներում ենք հաճախ արձանագրում, որ մի գործով մոտեցումը լրիվ այլ է, իսկ մեկ այլ գործով, երբ դու խոսում ես պետության վերահսկողության ներքո տեղի ունեցող իրավունքների խախտման դեպքերի մասին, քեզ թվում է երբեմն, թե խոսում ես ինչ-որ անհաղթահարելի պատի եւ պատնեշի հետ եւ այդպես էլ անհաղթահարելի է թվում մինչև գործի ավարտը բացահայտման գործողությունները։ Մենք ականատեսն ենք լինում ընտրովի արդարադատության, գոնե թե հանրային միջոցառում, հանրային հնչեղություն ունեցող գործերի շրջանակներում։ Ես հնչեցնեմ վերջին նման դեպքերին, որովհետև կան հակասական մեկնաբանություններ, երբ մի կողմը ասում են, որ այստեղ ընտրովի արդարադատություն է կիրառվել, մյուս կողմն էլ ասում են ոչ, դուք երբևիցե մի համեմատեք երկու գործ կամ երկու դեպք, երկու մարդու կատարած ինչ-որ գործողություն, դրանք ճիշտ է որոշակի ակնհայտ կարող է ինչ-որ նմանություն ունենան, բայց իրականում շատ տարբեր են։ Օրինակ վերջին դեպքերից մեկը Նորքի թաղապետի եւ ակտիվիստ Տարոն Չախոյանի միջև կատարված միջադեպը, երբ որ այդ ակցիայի արդյունքում, իհարկե ակցիան ինքը հաճելի չէր, բայց ամեն դեպքում ծեծելն էլ դա հանցանք պարունակող դրսևորում է։ Երբ որ Տարոն Չախոյանը ձերբակալվեց, բայց Նորքի թաղապետ, արդեն նախկին թաղապետը թեև հրաժարականատվել, բայց որևէ նման գործողություն նրա նկատմամբ դեռ չի կիրառվել։ Միգուցե կկիրառվի, գործ կա հարուցված, բայց ամեն դեպքում չի կիրառվել։ Այստեղ ձեր կարծիքով, նաև երկուսի կարծիքով կա նման ընտրովի դեպք վերաբերմունք, թե իսկապես մենք չպետք է առաջ ընկնենք եւ ասենք, որ ընտրովի է իսկապես կարող է տարբեր լինել։ Այո, ընտրովի է, տարբերություններ բնականաբար կան գործերում, փաստերում, բոլոր պրոֆեսիոնալ իրավաբանները ինձ հետ կհամաձայնեն եւ ոչ միայն իրավաբանները, անձն աչքով էլ հնարավոր է հասկանալ փաստերի համակցությունները տարբեր են թե ոչ, բայց ինչքան էլ փաստերը տարբեր լինեն, գործերը բնականաբար տարբեր կարող են լինել, հոդվածները տարբեր կարող են լինել, բայց միևնույն է արդարադատություն իրականացնող մարմնի կողմից իրականացվող եւ կիրառվող գործողությունները նույնական պիտի լինեն։
Եվ թեկուզ տեսեք դուք ասում եք, որ դեռ կտեսնենք, բայց մյուս դեպքում մենք արդեն տեսել ենք քրեական հետապնդումը հարուցված, խափանման միջոց կիրառված, այսինքն եթե չկա ընտրովի արդարադատություն, եթե փաստերն են ուղղակի տարբեր, ինչպես սիրում են մեկնաբանվում է հարցերին ի պատասխան, գոնե թե հրատապությունը, գոնե թե գործողությունների անմիջապես խիստ արագ կատարվելը պիտի նույնական լինեն։ Այսինքն նույնիսկ այդ ընդհանուր կանոնից շեղման հանգամանքը կարող ենք դիտարկել որպես ընտրովի արդարադատության իրականացնելու փորձ կամ մեկ քայլ դեպի ընտրովի արդարադատություն։ Պարոն Ասատրյան, դուք ինչ կարծիքի եք եւ մասնավոր կոնկրետ դեպքերի մասով եւ ընդհանրապես։ Իրականում արդարադատությունը Հայաստանում կարծում եմ, որ այն վստահությունը չի վայելում, որը ժողովրդավարական պետությունը պետք է վայելեր։ Հասարակությունը մեծ հաշվով չի վստահում դատական համակարգին։ Եվ այդ խնդիրը նոր չէ, դա շատ վաղուց տասնամյակներ առաջ դեռևս սկիզբ առած այդ մեծ վստահության պակասն է, խորը կասկածներն են արդարադատության նկատմամբ եւ դա ամեն ժամանակաշրջան իր ապացույցներն է ապացուցում տարբեր իրավիճակներում դատական համակարգի եւ ընդհանրապես իրավապահ համակարգի որոշումներում, այդ թվում նաեւ այնպիսի որոշումներում, որը հակասական են այլ որոշումների հետ։ Օրինակ դուք մեջբերեցիք կոնկրետ իրավիճակում իրադարձություն, որը տեղի ունեցավ, բայց Ես կարող եմ այլ իրավիճակներ էլ բերել, օրինակ Ալեն Սիմոնյանի հայտնի դեպքը կարող եմ հիշեցնել եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ արցախցի այն պապիկի դեպքը, երբ որ խնձոր էր նետել, վիրավորել էր, դրանք արդյոք համարժեք ուշադրության արժանացան իրավապահ համակարգի կողմից։ Ալեն Սիմոնյանը ճիշտ է ներողություն խնդրեց հանրությունից, բայց արդյոք դա էր միակ իրականում այստեղ շատ նաև կարևոր են նաև պաշտոնատար անձանց, նաև որոշումներ կայացնող անձանց դիրքորոշումներ, ինչ եղավ օրինակ Մասիվի նոր նորքի թաղապետային դեպքից հետո։ Անմիջապես քաղաքական գործիչները նաև իրավապահ համակարգի հետ վերաբերյալ որոշակի դիրքորոշումներ հայտնող քաղաքական գործիչներ, որ մշտապես իրենց տեսակետներ հայտնում են, արագ բնորոշում տվեցի, որ ամեն ինչ օրինական է, ամեն ինչ կարգին է, սա պատշաճ պատասխան էր, համաչափ էր եւ այլն, այդ թվում նաև օրենսդիր մամլի ներկայացուցիչներ դա ասեցին։ Դա ինչ է, դա ազդակ էր իրավապահ մարմիններին եւ որ քննիչը կարող էր հակառակ որոշում կայացնել։ Հակառակ որոշում կայացնող քննիչը այնպիսի մեծ ազդեցություն կունենար իր նկատմամբ, իր հետագա առաջխաղացման վրա ազդեցություն կունենար, իր հետագա աշխատանքի մեջ խնդիրներ կունենար, նրան գուցե մեղադրեին, որ նա նախկիններից է կամ մեղադրեին նրա մասին, որ նա իր պարտականությունը պատշաճ չի կատարում։ Իրականում նման միջադեպերից հետո քաղաքական իշխանությունը, այն անձինք, ովքեր պաշտոնատար անձինք են, պետք է ցուցաբերեն զսպվածություն եւ գնահատականներ չտան դրանց իրավաչափության եւ ոչ իրավաչափության։ Թե չէ դա կստացի ուղղակի հանձնարարականի վազդակ եւ ցանկացած իրավապահ մարմնի աշխատակից դատախազ, քննիչ, ոստիկան դրան չի կարող նորմալ վերաբերվել։ Օրինակ, երբ որ տեղի ունեցավ իրադարձությունը, ուղիղ եթեր էր դա, անմիջապես սկսեց Facebook-յան գրառումներ, դրա արդարացնող կամ ոչ արդարացնող եւ ոստիկանությունը ձերբակալում իրականացրեց։ Ձերբակալեց պարոն Չախոյանին եւ կարծում եմ, որ այդ ազդակները իրենց տեղը գտան այդ որոշումների կայացման համար, որովհետև ըստ էության գործն էր մի իրավիճակի հետ, որ վեճերից մեկը պետական մարմնի կամ համայնքային իշխանության մասնակից անձեր, պաշտոնատար անձեր, իսկ մեկ անձը ակտիվիստ էր եւ ոստիկանի իրապահ մարմնի համար ավելի հեշտ է, ավելի գլխացավակից հեռու է ձերբակալել, իրավական հետևանքներ առաջացնել անձի նկատմամբ, քան որևէ գործառույթ իրականացնել։ Օրինակ, մեկ այլ դատական գործով, որը ես եմ անձանց զբաղվում, Արման Ղարիբյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնությունը, որը ՌԴ դեսպանատան դիմաց իրականացրեցին։ Այդ արդեն 3 տարի շուրջ անցել է, շուրջ 2-3 տարի է անցել։ Մենք վարչական դատարանում հաղթել ենք այդ գործը, ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալումը, վերաքննիչ քրեական դատարան որոշում է կայացել ապօրինի է եղել, իր նկատմամբ որոշակի ոտնձգությունների հետ կապված պետք է փաստեր քննարկվեն, բայց գործը մնացել է անկատար։ Ամիսներ շարունակ հարցաքննության չեն կանչում, այսպես լռելային գործը թողում են։
Դա ինչի մասն է խոսում, որ կա որոշակի ընտրություն։ Երբ որ խոսքը վերաբերվում է այնպիսի մի իրավիճակների, որտեղ պետք է գնահատական տալ պաշտոնատար անձանց, ոստիկանության, պետական մարմինների աշխատակիցների, գործողությունների, դրան կարող է շատ երկար տարիներ տևել եւ անկախության կամ գաղտնիության քողի տակ քողարկված գործերը քննեցնել, որովհետեւ տարիներ շարունակ եւ դա կարճվի, ոչ ոք հոգ չանի դրանից կամ շատերը չհիշեն դա ինչ դեպք է։ Իսկ եթե անհամբար չափ է եղել այդ գործողությունը արդյոք ոստիկանների, ինչ որ ոստիկաններ, կատարող ոստիկաններ, ինչ որ պատասխանատվության առաջ կանգնել են։ Իհարկե ոչ, կամ նման հարց բարձրացվել է իրավահամակարգում։ Ըստ էության կարգապահական վարույթը կասեցված է, իրանք շարունակում են իրենց ծառայություն իրականացնել, իսկ առաջ խաղացումներ են ունենում իրենց ծառայության մեջ, որևէ իրավական ազդեցություն չունեցավ այդ դեպքը, այնինչ հստակ վկաներով հաստատում էր այդ բռնությունը։ Բայց եւ այնպես ընդհանուր գլոբալ տեսանկյունից մենք եթե հարցի մոտենանք, դատական եւ իրավական բարեփոխումները չեն կատարվել պատշաճ։ Մենք անդրադառնանք այդ հարցին, պարոն Ասատրյան, գտակ շարունակելով այս թեմայի շրջանակներում նշեմ, որ օրինակ 2016 թվականին հայտնի իրադարձությունները երբ տեղի ունեցան, բոլոր ցուցարարները, ակտիվիստները շատ ակտիվորեն այն ժամանակվա քրեական օրենսգրքի 255 հոդվածի շրջանակներում, եթե ճիշտ եմ հիշում, դատապարտվեցին, նրանց նկատմամբ քրեական գործերը կայծակնային արագությամբ դատաաններ ուղարկվեցին մեղադրական եզրակացությամբ եւ վճիռներ կայացվեցին մեղադրական ըստ էության, բայց հենց այդ նույն ակտիվիստների նկատմամբ ոստիկանական այլանդակ բռնությունները, որոնք Սասնածռերի դեպքերի մասին Սարի թաղում տեղի ունեցած բոլոր Երևան քաղաքի բոլոր փողոցներում հիմնականում տեղի են ունենում ցույցեր եւ բռնություններ, նույն ակտիվիստները երկու քրեական գործով էին անցնում ըստ էության, մի մասով որպես տուժող էին ներգրաված եւ այդ գործը մինչեւ հիմա էլ իրական պարզ չէ ինչ կարգավիճակով է, ոչ կասեցված է, ոչ կարճված է, ոչ էլ վերսկսված ըստ էության, իրենց նկատմամբ բռնության գործերը մինչև հիմա մոտ 10 տարի արդեն շուտով կլրանա դեռևս քննեցված վիճակում են իրականում առանց կարգավիճակի մնացած օրենսդրության փոփոխության մինչև այդ էլ նույն կարգավիճակում են կասեցված են եւ գործողություններ չէին իրականացվում, բայց հենց այդ նույն դեպքերով ես վերջերս մենք մեր կազմակերպության գործերից մեկով մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն վճիռ է հրապարակել եւ իրավունքի խախտման փաստ է ճանաչել կոնվենցիայի 5-րդ հոդվածի շրջանակներում անձը դատապարտվել է, ազատ է արձակվել, նույնիսկ փոխհատուցում է ստացել Հայաստանի Հանրապետությունից հիմնարիրավունքի խախտման հիմքով, բայց իրենց նկատմամբ իրենք տուժող լինելու հանգամանքով հարուցված քրեական գործերի ընթացքը դեռևս անճակատագիր որևէ մարմնում իրավապահ մարմիններից տեղափոխված քննչական կոմիտեում է թե հակակոռուպցիոն կոմիտեում է, որ հարմարության իրավապահ համակարգի ծանրաբեռնվածության արդյունք չէր կարող լինել, որովհետև եթե այդ նույն ծանրաբեռնվածությունը լիներ նախկինում գիշեր եւ ցերեկ մասնակցում են քրեական գործերով բարույթներին, նույնիսկ գիշերվա ժամերին, եթե խիստ անհրաժեշտություն էր լինում, առերեսումներ էին լինում հարյուրավոր ոստիկանների հետ, իբրև քարով հարվածել էին ոստիկաններին եւ մետրերի վրա, չգիտեմ, քանի մետրի վրա մարդիկ տեսել էին հենց կոնկրետ որ ցուցարարն է մթության մեջ հարվածում քարով եւ այլն, ծանրաբեռնվածությունը այդպեսին չի լինում, ծանրաբեռնվածության արդյունքում ներկայացուցիչները քրեական գործով գոնե թե ներգրաված փաստաբանները կամ հենց կարգավիճակ ունեցող անձինք ստանում են վարույթն իրականացնող մարմնի որոշումները յուրաքանչյուր անգամ ժամկետի երկարաձգման հետ կապված։ Այստեղ զուտ անպատժելիության մթնոլորտի խորացումն ու հզորացումն է եւ յուրաքանչյուր քայլով մենք նմանատիպ քայլով եւ դեպքով մենք ավելի ենք համոզվում, որ քանի դեռ մենք ունենք անպատժելիության մթնոլորտ հիմնարար իրավունքների խախտման գործերով եւ հատկապես բացարձակ իրավունքի խախտման շրջանակներում եւ ընտրովի արդարադատությունն է լինելու եւ այդ կեղծ
կեղծ բնորոշումները պիտի լինեն ծանրաբեռնվածության վերաբերյալ, չհերիքելու ռեսուրսները չհերիքելու վերաբերյալ եւ այլն, բայց սրանք ամենևին ծանրաբեռնվածության եւ չհերիքելու արդյունք չեն, հենց անպատժելիության եւ ընտրովի արդարադատության ցայտուն օրինակներ են, այդպիսի օրինակներ հազարավոր կարող ենք բերել եւ 16 թվականից սկսած 18 թվականին մշտապես են եղել եւ հիմա էլ կան եւ հիմա էլ սովորական գողության դեպքով, երբ որ անձին օրինակ մեղադրանքով կամ թմրանյութերի հետ կապված բաժին են տարվում, այդ հիմքով ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու հիմքով խոշտանգում իրականացնելու գործը մեկ հարցաքննությամբ այս պահի դրությամբ ուղղակի քննչական կոմիտեի սեղաններից որևէ մեկում դրված է, բայց եթե խոսքը վերաբերվում է ինքնախոստովանական ցուցմունք կորզելուն եւ քրեական գործը շինծու քրեական գործը առաջ տանելուն, դրանց մասով ծանրաբեռնվածություն առհասարակ չկա եւ գործերը շարունակվում ու առաջ են գնում։ Տեսեք, ոստիկանների մասին խոսեցինք, ակցիաների, բողոքի ակցիաների ցույցերի դեպքում հաճախ է եւ նախկինում էլ եւ հիմա էլ բարձրաձայնվում, որ ոստիկանները անհամաչափ ուժ են գործադրում եւ մենք գրեթե միշտ հանդիպում ենք այնպիսի իրավիճակի, որ ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվում, ինչ որ ծառայական քննություններ ճիշտ է լինում են, ասացվում են ինչ որ մի ժամանակով տվյալ ոստիկանի կամ ոստիկանների ծառայությունը, բայց հետո տեսնում ենք նաեւ որ վերականգնվում են։ Նման դեպք եղավ նորից էլի բավականին հայտնի դեպք էր, դաշնակցական падգամավոր անցած տարի դաշնակցական падգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ կատարված այդ բռնության գործը, որի դեպքում օրինակ ոստիկան Գևորգ Մկրտչյանի լիազորությունները կասեցվել էին, բայց հետո կարճ ժամանակ հետո կարծես թե վերականգնվեցին նրանք։ Արդյոք իրավապահ համակարգում իրենց իսկ աշխատակիցների, ծառայողների նկատմամբ, եթե նրանք բռնություն են գործադրում, բռնություն կարող է գործադրել նաև շարքային քաղաքացին, նաև իրավապահ համակարգի ծառայողը, այստեղ խտրականություն կարող է դրսևորվել եւ ինչու է այդպես լինում։ Ինչու է շարքային քաղաքացին օրենքի առաջ մեկ այլ կերպ մեկնաբանվում նրա կատարած գործողությունը, իսկ ծառայողին, պետական համակարգում ծառայողին, ոստիկանին ոչ։ Իհարկե, յուրայիններին ներելու այդ տենդենսը շատ խորն է Հայաստանում ներդրված։ Դա նաև գալիս է այն հանգամանքից, որ շատ պաշտոններ ոստիկանությունում եւ իրավապահ համակարգում հենց այնպես չեն նշանակում։ Որոշակի երաշխավորությունների, որոշակի անձանց միջամտությամբ, նրանց առաջխաղացման եւ ոչ այդքան թափանցիկ մշակման օրենսդրական եւ ոչ օրենսդրական կարգավորումների շրջանակներում են նրանք առաջխաղացում ապահովում։ Եվ լինում է տարբերակներ, երբ որ ինչ որ մի ոստիկան, ով ինչ որ մի արարք է կատարում, նաև լինում է տարբերակներ եւ այդ ոստիկանը, ով չունենալով համապատասխան ազդեցություն ունեցող անձանց աջակցությունը կրում է ավելի խիստ պատիժ, այդ թվում նաև ազատվում է պաշտոնից, քան այլ ոստիկանության աշխատողություն, այո։ Իրականում ոստիկանության եւ ընդհանրապես իրավապահ համակարգում, այդ թվում նաև դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, այդ թվում նաև ինչու ոչ դատական համակարգում, ոստիկանությունում, դատախազում, քննչականում կա այսպես հնուց եկած արտաքին աշխարհից կտրված որոշակի կարևոր հարցերում առաջխաղացման, պաշտոնի նշանակման ներքին կարգեր եւ կանոններ, որոնք ոչ միայն գրված են, երբեմն չգրված են։ Եվ այս համակարգերը ինչքան գոյություն ունենան, ինչքան չլինեն թափանցիկ եւ ոստիկանների աշխատանքի ընդունման որոշակի բարելավներ իհարկե եղան, քաղաքասարակությունն նույնպես որոշակի մասնակցություն ունեցավ, բայց տեսնում ենք, որ նրանց ձայնը այնքան քիչ է, որ որոշում կայացնելու համար զուտ դիտորդի կարգավիճակով են հանդես գալիս։ Եվ այս ամենը բերում է խնդիրների, բերում է նրան, որ շատ դեպքերում այն անձինք, ովքեր բռնություն են գործադրում եւ ակնհայտ է դա, չեն պատժվում, ավելին նրանք առաջխաղացում են ստանում, իսկ որոշակի դեպքերում վիճակագրության, գուցե դրանք հայտարարություններով հանդես գալու համար ինչ որ անձինք խավության նոխազ են դառնում եւ պատժվում են ինչ որ արարքների համար։ Ընդհանուր առմամբ, եթե
եւ դատավորների ընտրության շրջանակներում եւ իրապահ համակարգի բոլոր այդ պետական հասարակական կարգի պահպանության ծառայությունը իրականացնող անձանց ընտրությունների թափանցիկությունը եւ ընտրության ընթացքում անկողմնակալ որոշումներ իրականացնելու երաշխիքները շատ կարեւոր են նմանատիպ խնդիրները բացառելու համար։ Իսկ միգուցե նման կարծիք էլ կա, միգուցե դա ունի որոշակի գոյության իրավունք, այն որ եթե ոստիկանը համոզված լինի, որ իրան որոշակի գործողություններից հետո կպատժեն, իրանք դուրս կգան կամ զանգվածաբար դուրս կգան համակարգից եւ պետական պահպանության խնդիր կառաջանա։ Ոստիկանությունը նաեւ պետք է ոստիկանները համոզված լինեն, որ իրենք կպաշտպանվեն, կան ամեն դեպքում նման կարծիք, դա ունի գոյության իրավունք։ Այո, նրանք տեսնում են, նրանք ոստիկանության մի ծառայողը տեսնում է, որ իր ընկերը մյուս ստորաբաժանման ծեծի ենթարկեց օրինակ քաղաքացուն եւ պատասխանատվություն չկրեց դրա համար։ Նկատի ունեմ միգուցե որոշակի արդարացվածություն կա, հա, այդ գործելավոճի մեջ, նման քաղաքականության մեջ, թե ամեն դեպքում դրանք դատապարտելի են։ Իրականում ոչ, որովհետև իրենք ոստիկանական համակարգի աշխատակիցները մենք խոսում ենք նույն ոստիկանության մասին։ Իրենց գործողությունները պետք է լինեն համաչափ։ Իրենց օրենսդրությամբ տրված ուժ կիրառելու լիազորությունը պետք է համաչափ լինի այն խախտմանը, որը նրանք տեսել են կամ արձանագրել են։ Հետևաբար չի կարող լինել մի իրավիճակ, երբ որ մեկնաբանություն լինի, որ թող անեն, որպեսզի չկաշկանդվեն, ոչ։ Նրանք պետք է համաչափ կիրառեն իրենց ուժը, բայց մեկ այլ խնդիր է, որ պատասխանատվության ենթարկող այդ մարմինները ընտրողական պատասխանատվության չենթարկեն ծառայողներին, որպեսզի նրանք տեսնեն, որ կա արդարացի գնահատական իրենց գործողություններում եւ յուրաքանչյուրը թող ինքնին պատասխանատվություն կրի իր արարքների համապատասխանությանը օրենքին։ Այստեղ նաեւ շատ կարեւոր է նրանց կրթությունը, նրանց կրթական աշխատանքները, որոնք շատ դեպքերում կասկած են հարուցում եւ զուտ դասընթացների իրականացմամբ, որոշակի ժամեր լրացմամբ այս խնդիրները չեն լուծում։ Տիկին Չատինյան, ընդդիմությունը երբեմն բարձրաձայնում է, հայտարարում է, որ ուժային կառույցները կամ ընդհանրապես իրավապահ համակարգը իշխանությունների ձեռքին դա գործիք է ընդդիմությանը ճնշելու համար։ Հիմա ներկայիս ընդդիմությունը, հատկապես խորհրդարանական ընդդիմությունը շատ է խոսում այդ մասին, իհարկե նախկինում իրենք էին իշխանություն եւ նախկինում իրենց նկատմամբ կար նման մեղադրանքներ, բայց այնուամենայնիվ իսկապես այդպես է գործող իշխանությունների եւ գործող ընդդիմության դեպքում ձեր կարծիքով։ Ճիշտ է ներկայացնում, որ նախորդ դեպքում էլ լրիվ հակառակ իրավիճակներ եւ իմ կողմից բերված օրինակներում էլ ականատեսն ենք եղել նախորդ իշխանությունների կողմից գործիքներին։ Կարծում եմ կա դրա մեջ ճշմարտություն այն տեսանկյունից, որ պատգամավորի դուք էլ հիշատակեցիք գործով ծեծի գործով մեկ այլ իրավիճակ է տեղի ունենում իշխանական պատգամավորի դեպքում լրիվ այլ իրավիճակ կարող էր տեղի ունենալ, հետևաբար այդ հենց ընտրովի արդարադատությունը ոչ միայն քաղաքական, նաև շատ ակտիվ դրսևորում ունի հենց քաղաքական ենթատեքստ ունեցող գործերում կամ քաղաքական գործիչների մասնակցությամբ քրեական գործերի շրջանակներում եւ ինքը դրսևորումը չի կարող միայն քաղաքական լինել, այն նաև դրսևորվում է մնացած ուղղություններում եւս, երբ ասում եք, որ ոստիկանները տեսնում են, որ մյուսները չեն պատժվում, ոչ միայն չեն պատժվում, այլ նաև հիշեցի Եվրոպական դատանի հայտնի Հայաստանի դեմ կայացված գործերից մեկով, երբ դատան իրական արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետությունում խոշտանգող ոստիկանները եւ անունազգանուններով նշված խրախուսվում են, ավելի բարձր պաշտոններ են ժամանակի ընթացքում ստանում հակառակ նրան, որ պիտի ազատվեն պաշտոնից կամ պիտի չծառայեն այլևս եւ երբ դուք նշում եք, որ ոստիկանի լիազորություններ եք ասացվել, այդ գործողությունն էլ է ընտրովի իրականացվում, որովհետև ոչ բոլոր դեպքերում է այսպես լինում։ Ուղղակի հանրության աչքերում գործ անելու, պատժելու ինչ որ ձևով վատ վերաբերմունքը
ոչ չարթարացնելու ժամանակավոր միջոցը, ապահովման միջոցը մոտեցումը կիրառվում, այնուհետև շատ արագ այդ մոտեցումը որոշումը փոխվում է, դառնում է այլ որոշում եւ կամ կադրային քաղաքականության շրջանակներում կամ ուղղակի իրոք Հայաստանը իրոք ուզում է խրախուսել այն անձանց, ովքեր հասնում են ամեն գնով բացահայտումների գործերի ընդհուպ մինչև բացարձակ իրավունքի խախտման եւ խրախուսանքները կիրառվում են հենց այս տեսանկյունից։ Տեսեք, ես մի դեպք էլ ձեզ հիշեցնեմ, նախկին քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Հակոբ Ասլանյանի այդ ավտոբուսում տեղի ունեցած հայտնի դեպքը եւ Սամվել Վարդանյանի, որ այն ժամանակ Հակոբ Ասլանյանը իշխող խմբակցության պատգամավոր էր եւ Սամվել Վարդանյանին անմիջապես ձերբակալեցին ու կհիշեք ձերբակալման ճանապարհին երեկոյան, այո, երբ որ ոստիկանները դուրս էին եկել մեքենայից նրան մենակ թողելով, նրան խոշտանգել էին եւ այդ ոստիկանները, եթե չեմ սխալվում, մինչեւ այժմ պետք է ենթարկվեն ինչ-որ պատասխանատվության նրան այդպես մենակ թողնելու համար, ինչի արդյունքում խոշտանգման ենթարկվեց։ Իհարկե, եթե նախ չկան պատասխանատվության միջոցներ կիրառված, որտեղ եթե կիրառվում են, դրանց մասին ամենաբարձր մակարդակում խոսվում է, հնչեցվում է, ելի այդ հայտնի արտահայտություն կա ժողովուրդն է օգտագործում աչքերին թոս փչելու տեսանկյունից գոնե թե իրականացումը, բայց հենց ընտրովի արդարադատության ցայտուն դեպք է, որովհետև որևէ այլ դեպքում ես տարիներ շարունակ եւ պատվերաբերմունքի ենթարկված անձանց ենք պաշտպանել դատանում եւ մնացած այլ գործերով որևէ անգամ չենք արձանագրել, որ այդ ոստիկանական մեքենան ինչ որտեղ պետք է կանգնի, երկուսով պիտի իջնեն եւ այդ ընթացքում sense բեմադրված Ես իմ պրակտիկայում ես չեմ արձանագրել, չեմ առնչվել, չեմ տեսել, ոնց որ թե կարծում եմ կարող է առաջինն է, այնուամենայնիվ սրանք հենց ընտրովի արդարադատության ամենահայտնի եւ հրապարակային օրինակներն են, որոնք իրականում հետագայում եւ ընդդիմության եւ բոլոր եւ հասարակ ժողովրդի աչքերում դրոշակ են դառնում, որ այո, տեսեք, մենք չենք վստահում։ Մենք ամենօրյա ռեժիմով մեր գրասենյակը իրավախորհրդատվություն է տրամադրում քաղաքացիներին, ովքեր ամենատարբեր տեսակի խնդիրներ ունեն եւ երբ մեզ մոտ գալիս են անձինք, ովքեր կամ խոշտանգման զոհ են դարձել կամ մեկ այլ իրավիճակում, այդ վստահության պակասը հանրությունը ունի արդարադատության իրականացման։ Արդարադատությունը սկսած եւ քննչական մարմնից եւ մինչեւ ամենաբարձր դատական ատյաններում եւ իրականում իրենք տեսնում են դա եւ դրա տեսնելու ամենաբարձր կետը նա է, երբ Հայաստանում որևէ արդյունքի չհասնելուց տարիներ անց, 10 տարի անց, արդեն եվրոպական դատարանն է իրավունքի խախտման փաստն արձանագրում, ինչպես եւ արդեն ներկայացրեցի, իսկ հակառակ դեպքում, երբ որ իրենք էին մեղադրվում, այդ գործերն արդեն իրական դատվածությունը նույնիսկ մարված է լինում երբեմն։ Պարոն Ասատրյան, կա հիմա գործող իշխանությունները, որոնք պայքարում էին, երբ որ ընդդիմադիր էին նման արատավոր երևույթների դեմ, այժմ այդ իրավապահ համակարգը, դատական համակարգը իրենք օգտագործեն ընդդիմությանը ճնշելու համար, ինչպես այսօր ընդդիմություն եւ նախկին իշխանություններն են դա բարձրաձայնում։ Տեսեք, ըստ էության մենք կարող ենք արձանագրել ու դատական համակարգում առկա խնդիրները, որոնք առկա են եղել նախկինում, մեծամասամբ շարունակում են նկար լինել եւ նույնիսկ նոր խնդիրներ են առաջացել։ Եկեք ուղղակի ուշադրություն դարձնենք օրինակ դատական համակարգի ամենաբարձր ատյանին, բարձրագույն դատական խորհրդին։ Ես իհարկե ներողություն եմ խնդրում, բայց ես այնտեղ մեծամասնությամբ չեմ ճանաչում այդ անձանց։ Ես 12 տարի փաստաբան եմ աշխատում, եւս 2 տարի իրավաբան եմ աշխատել, եւ այս տարիների ընթացքում ես իրենց չեմ ճանաչել, ընդհանրապես չեմ ճանաչել, բացառությամբ, այո, բացառությամբ դատավորներից էլ որոշ դատավորներին ընդհանրապես իր մոտ պատական գործընթացներ եւ ընդհանրապես չեմ լսել որևէ ինչ որ գործընկերներից մոտ ինչ որ դրական, ինչ որ հեղինակավոր, ինչ որ դիրքորոշումներ եւ այլն։ Կան դատավորներ, որոնք իսկապես որոշակի լուրջ փորձառություն եւ լուրջ հեղինակություն ունեն, բայց այս խոսքս վերաբերում մեծամասնության մասին։ Ես այնտեղ շատերին ոչ դատավոր իրավաբան գիտնականներին առաջին անգամ տեսել եմ
բարձրակուն դատական խորհրդի նիստում։ Իսկ օրենքն ասում է, որ պետք է լինեն հեղինակավոր դատավորներ։ Այսինքն խնդիրը նույնիսկ ամենաբարձր ատյաներում է։ Այդ ամենաբարձր ատյանում ԲԴԽ-ում նույնպես որոշումներ կայացվում են ընտրովի կերպով։ Ես ուշադրություն դարձնում եմ ես օրինակ եղել է դեպքեր, երբ որ կարգապահական վարույթի դիմումներ եմ եւ ոչ իհարկե ոչ առատ եմ ներկայացնում, բայց որոշակի դեպքերում, երբ որ ակնհայտորեն տեսնում եմ, որ դատավորը թույլ է տվել շատ կոպիտ կարգապահ խախտում, ես ներկայացնում եմ դիմումներ եւ այս ընթացքում երբեւե չի եղել մի դեպք, երբ որ իմ դիմումի հիման վրա կարգապահական վարույթ հարուցվի, բայց եղել է դեպքեր, երբ որ ես դիմում եմ ներկայացնում որևէ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ, ինձ մերժում է գալիս, որ դատավորի այնպեսի խախտում չէ, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկեք, բայց օրինակ ես տեսնում եմ, որ կոնկրետ իմ փաստակազմով մեկ այլ դատավորի նկատմամբ հարուցված գործով նկատողություն են հայտարարել, մեկ այլ դատավորին զրկել են։ Օրինակ ով էր ներկայացրել, օրինակ խնդրեմ ասեք օրինակը։ Ստատս տեսնում եմ, որ այնտեղ նույնիսկ այդտեղ կա ընտրողական արդարադատություն։ Օրինակ գործերից մեկով դատական ակտը ուժի մեջ չմտածնելու պատճառով ուժի մեջ լինելու վերաբերյալ կատարական թերթական որոշում տալու համար ես դիմել էի բարձրակուն դատական խորհրդի վարույթ հարուցող էթիկայի հանձնաժողովի, ինչպես նաև արդարադատության նախարարին։ Ես մերժում եմ ստացել, որովհետև դա համարել են ոչ մեծ խախտում, բայց դատավորներից մեկը դա ստացավ նկատողություն, իսկ մեկ դատավոր, ով հետագայում սահմանադրական դատարանում հաղթեց, հենց առաջի որոշումները զրկվածը, եթե չեմ սխալվում, Մելքումյան դատավոր, իսկ նկատողություն ստացողը Ափինյանը։ Նույն փաստակազմն էր, բայց տարբեր գնահատականներ են տրվել։ Ընտրովի մոտեցում է։ Ըստ էության չկար որևէ տարբերակիչ մոտեցում, ես չեմ տեսել եւ չկար։ Ինչի դա կարեւոր, որտեղ այդ կարգապահական գործերը, որոնք քննվում են եւ որոշում են կայացում հարուցել թե չհարուցել, դրանք գաղտնի են, դրանք չեն հրապարակում, չեն էլ տրամադրում որևէ վիճակագրություն, որպեսզի մենք փաստակազմը հետազոտենք։ Արդյոք այս դատավորը բարեհաճո դատավոր է իրենց աչքին եւ դրա համար չեն հարուցում, իսկ այս դատավորը մի քանի քաղաքական գործերով ոչ որևէ բացական դատական ակտ է կայացել, մերժել օրինակ վիրավորանք զրպարտության գործը քաղաքական գործչի կամ ընդդիմության ներկայացուցիչի հայցի ման վրա եւ այլն, չեն բացահայտում եւ չկա ցանկություն բացահայտելու։ Իսկ այդտեղ է թաքնված, այսպես ասած, օծի գլուխը։ Եթե մենք դրանք ցույց տան, որ մենք ստացել ենք 100 հատ կարգապահական գործ, փաստական հանգամանքները շարադրեն եւ հանրությունը տեսնի, որ այս նույն փաստական հանգամանքներով այս դատավորի նկատմամբ հարուցվել է, այս դատավորի նկատմամբ չի հարուցվել, կբացահայտվի կողմնակալությունը, բայց դա չի արվում։ Այսինքն ընտրովի արդարադատություն կիրառվում է ոչ միայն ընդդիմության կամ իշխանության կամ սովորական շարքային քաղաքացիների նկատմամբ, այլ դատավորների հենց իրենց նկատմամբ։ Եվ դա բերում է վախ։ Դատավորը վախենում է, ասում է ես ծանոթագիրը չեմ ուղարկել դատավարության մասնակցին սահմանված մեկօրյա ժամկետում։ Եթե այս գործով ոչ բարեհաճող դատական ակտ կայացնեմ ընդդեմ իշխանության կամ ընդդեմ ոստիկանության կամ ընդդեմ դատական, կարող է հիշեմ, որ ես այդ ծանոթագիրը չեմ ուղարկել։ Դա մենք տեսնենք վերջին կարգապահական գործերը այնպիսի կարգապահական վարույթներ են, ինչ որ մեկը ծանոթագիրը չի ուղարկել, ինչ որ մի դատավոր դատական ակտ չի ուղարկել սահմանված ժամկետում։ Մենք հիշենք մի քանի տարիներ առաջ քննվող հարցերը։ Այնքան է իջել մակարդակ կարգապահական վարույթ հարուցելու, որ դատավորների 99%-ը այդ խախտումները իրենց աշխատանքի ընթացքում միանշանակ արել են, որ դատավորն է սահմանված ժամկետում ծանոթագիր ուղարկում։ Վարչական դատային դատավոր 1000 ցավի դատական գործ ունի։ Ընդհանրապես երկու աշխատակցով ինչպես դա կարող է կազմակերպել։ Եթե ունեք փոքր արձագանքեք Տիկին Չատինյան ու նաև ինչի արդյունք է սա, չէ՞ որ բարբերաբար նաև նախկին իշխանություններից սկսած այս գործող իշխանությունների դեպքում առավել եւս բարձրաձայնվում է բարեփոխումների մասին, ճիշտ է, իշխանություններն ասում են մենք վեթինգ չարեցինք, որպես այդպեսին թեև Նիկոլ Փաշինյանը նման կոշտ հայտարարություններ արել տարիներ առաջ հիշում եք բոլորդ, բայց մենք գնում ենք ավելի էվոլյուցիոն ճանապարհով բարելավելու դատական համակարգը կամ իրավապահ համակարգը։ Ես չեմ զլալը նորից կրկնելու, որ անպատժելիության հետևանքն է այս ամեն ինչը եւ օրենքը ոչ բոլորի համար հավասար է։ Միայն ընդամենը այդ անպատժելիության մթնոլորտը վերացնել, հա։ Բարելավումները պիտի տանել հենց անպատժելիության մթնոլորտը վերացնելու ուղղությամբ, որովհետև իրապես մենք տեսնում ենք, մասնակցում ենք այդ բարեփոխումների
շրջանակներում իրականացվող փաստաթղթերի կազման աշխատանքներին, հա, ռազմավարությունների մշակման աշխատանքներում ներգրավում ենք, հնարավորություն ունենք մենք ներկայացնելու առաջարկներ, երբեմն դրանք նաև ընդունվում են, որոշները չեն ընդունվում, այսինքն մենք այո պիտի գնանք դեպի բարեփոխման, բայց բարեփոխման դրոշակը պիտի լինի արատավոր երևույթները վերացնելը, չանտեսել ու չանցնելը, այլ հիմքում դնել հիմնարար իրավունքի խախտման հանգեցնող երևույթները վերացնելով գնալը, այդ սկսելու ենք կրթելուց մինչև դաստիարակել, այսպես ասած, իրավունքի տեսանկյունից, որ եթե արգելված է բացարձակ իրավունք է կիրառել բռնությունը պիտի չկիրառվի, կիրառողը պիտի պատասխանատվության ենթարկվի եւ համակարգը պիտի ոչ թե ներողամիտ լինի, այլ ամենախիստ պատիժը պիտի կիրառվի, եթե դա բացարձակ իրավունքին է վերաբերվում կամ հիմնարար իրավունքին։ Հիմա կմտածեք պատժիչ մեխանիզմի ներդրման ուղղությամբ եմ խոսում, բայց ոչ թե պատժիչ մեխանիզմ պիտի դնել եւ գործի դնել դա բոլոր իրավիճակներում, այլ հենց այն գործերով, այն շրջանակներում, որտեղ իրոք Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը, դատական համակարգը թերանում է եւ ընտրովի է կամ ասովի է արդարադատությունը, այդտեղ պիտի պատժել։ Դրա համար գոյություն ունի ընտրովի արդարադատություն։ Այո։ Հիմնական պատճառներից մեկը այո դա է եւ դե բնականաբար նաեւ քաղաքական կամքը, բայց ելի քաղաքական կամքը հենց յուրայիններին չպատժելու եւ բոլոր յուրայիններին ամեն ինչ մյուսներին օրենքներ կամ ոչինչ սկզբունքով չպիտի շարժվել, այլ պիտի շարժվել հավասարության շրջանակներում եւ հավասար իրավունքները հավասար իրացնելու շրջանակներում, որպեսզի մենք արդյունքներ ունենանք, որովհետեւ Վարչական դատարանում ոստիկանության գործողությունները այո հասնում են, հնարավոր է հասնել նրան, որ ոչ իրավաչափ է ճանաչում ձերբակալման գործողությունը, դատարանն ասում է, որ այդ փաստական հանգամանքներով անձի ձերբակալումը ապօրինի էր, բայց քրեական գործը, որը հարուցված է վատ վերաբերմունքի կիրառման շրջանակներում, քննչական կոմիտեում դեռևս օրինակ ամենաթարմ օրինակներից մեկով մեր կազմակերպությունն է զբաղվում կրթչյանի գործով հունվար ամսին բռնության դեպքով մինչև այսօր դեռևս իրականացվել է 1 հարցաքննություն եւ 1 քննչական գործողություն փորձագետի եզրակացություն ներկայացնելով, բայց դեռ հունվարին դատանը գտել է, որ ձերբակալումը բերման ենթարկելը անձին ապօրինի է եղել եւ չպիտի իրականացվեր։ Դեպաբար չի կարող մի դեպքում լինել ապօրինի, բայց մեկ այլ հարթությունում, մեկ այլ մարմնում քննվող գործը այդպես որևէ արդյունքի չհասնել եւ անարդյունք մնալ։ Այսինքն յուրայիններին չպատժելը վերում է նրան, որ արդարադատությունը ի վերջո դառնում է ընտրովի բոլոր ատյաններում։ Որն է իրականում պատճառը կամ որոնք են պատճառները համաձայն եք Տիկին Չատինյանի հետ կան նաև այլ պատճառներ եւ ինչ պետք է անել։ Ըստ էության այո, ես կարծում եմ, որ կա որոշակի կամքի եւ այդ կամքի հետևից հետեւողական գնալու եւ համակարգված աշխատելու մենեջմենտի խնդիր։ Այո, հնարավոր է, որ որոշակի պաշտոնյաներ եւ ոչ միայն հնարավոր է, նաեւ ես համոզված եմ, որ որոշակի պաշտոնյաներ իսկապես ցանկանում են դա, բայց արդյոք իրենք գործում են այդ ցանկության համապատասխան, թե ինչ-ինչ իրադարձություններում, ինչ-ինչ շահերի պատճառով թույլատնում են իրենց ցանկությունը, տեղ են տալիս որոշակի հաշվարկների, որոշակի հանգամանքներում զիջելով այդ կամքը եւ այլն։ Մենք ունենք շատ լուրջ մենեջմենտի խնդիր։ Շատ լուրջ խնդիրներ կա այդ առումով։ Երբեմն կա ցանկություն խնդիրները լուծելու, բայց չկա պատշաճ կառավարում։ Ես ներողություն եմ խնդրում, բայց դատաներ ունենք, որ նույնիսկ վերանորոգումից հետո, կապիտալ վերանորոգումից հետո լրջագույն խնդիրներ կան սահմանափակումներ ունեցող անձանց տեղաշարժի հետ կապված։ Ես չեմ կարծում, որ դա պետական բյուջեի կամ ինչ որ շատ լուրջ ֆինանսական խնդիրներ կա ամենացածր գոնե սա ստանդարտով վերանորոգել դատարանների սանհանգույցները։ Իհարկե շատ ցածր հարցերի, գուցե շատ չնչին հարցերի մասին բարձրաձայնում եմ ես հիմա կատարում, բայց եւ այնպես դրանից է երևում համակարգի նկատմամբ պետական եւ կառավարչական վերաբերմունքը։ Սանհանգույցներից վերաբերում արդարադատության
որակը ոչ սանհանգույցները ընդհանրություն անել եթե տեսեք իրավիճակը հետեւյալուն է տարիներ շարունակ եթե չի վերանորոգվում դատարանը ապա նույնիսկ վերանորոգումից հետո պատշաճ դա չի պահպանվում թեկուս շարժասանդուղքները թեկուս աստիճանները թեկուս հենց դատական շենքի պայմանները ես օրինակ դա բերեցի դա ցույց է տալի որ չկա որոշակի կառավարչական կամք կամ կառավարչական հմտություններ կամ աշխատանք, որովհետեւ բայլավեն դա, որովհետեւ մեծ հաշվով դա մեծ խնդիրներ չի, դա մեծ խնդիրներ չի, դա լուրջ ֆինանսական հետ կապ չունի, բայց դա չի արվում ու տարիներ շարունակ չի արվում։ Դա վկայում է ինչի մասին, վկայում է նրա մասին, որ չկա պատշաճ մենեջմենտ։ Բացի այդ կամքը, որպեսզի դեպի լավը դարձնելու օրենսդրական կարգավորում մտցնելը, վերապատրաստել եւ այլն, պետք է լավ կառավարչական հմտություններ ունեցող անձին կառավարեն այդ ամեն ինչը, որպեսզի կարողանան իրենք այնպիսի բայլավումներ մտցնել ամենահասարակ հարցից մինչև ամենաբարձր հարցերը, որի շրջանակներում այդ խնդիրները կարողանան լուծվեն։ Ամենաառաջին հարցերը, տարական հարցերը, եթե լուծված չեն, ապա ավելի բարձր շատ լուրջ հարցերի շուրջ ակնկալիքներ չպետք է լինեն։ Եվ մի հարց էլ կարճ խնդրում եմ պատասխանել, քանի որ գործող իշխանությունները արդար դատական համակարգի մասին, դատական բարեփոխումների մասին շատ ավելին են խոսում, քան նախկինները, ձեր տպավորությամբ, եթե մենք համեմատում ենք, ընտրովի արդարադատությունը առաջ չէր ավելի շատ, թե գրեթե նույնությամբ նույն տեմպով պահպանվել է նաև հիմա։ Դժվար է այդպիսի գնահատականներ տալ, թե նախկինում էր ավելի շատ ընտրողական արդարադատություն, թե ոչ հիմա ոչ, բայց մի դիտարկում ունեմ, որ ժամանակին կար համակարգային լուծումներ։ Օրինակ դատավորները շատ լուրջ հարցերով ինքնուրույն չէին կարող որոշումներ կայացնել տարբեր կարևոր հարցերի վերաբերյալ, եւ կար որոշակի միասնականություն։ Բայց հիմա կարող են դա անկախ են օրինակ կարող են հիմա օրինակ դատավորները կարող են տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ կայացնել ինքնուրույն որոշել բայց այդ ինքնուրույնությունը ի վնաս արդարադատության իրականացնել օրինակ դատավորներից մեկը որոշել է որ դատականիստերը պետք է հաջորդաբար օրերի նշանակել մի գործով որտեղ կա կարծում ենք օրինակ որոշակի խնդրահարույց եւ կոռուպցիոն ռիսկեր մեկ այլ դատական գործով մեկ այլ դատավոր նիստերը կարող է նշանակել 7-8 ամիսը մեկ օրինակ մի դատական գործով որտեղ ես իմ վստահորդ մասնակից է այնտեղ նաև մասնակցում է որպես դատավարության մասնակից քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2 ամիսի դատական նիստ չի իրականացվել երբ դատականիստը 6 ամիսը մեկ նշանակվում է դատավորը հիվանդանում է կամ շտապօգնության մեքենայով տեղափոխվում է 2 տարի շարունակ բայց մեկ այլ դատական գործով այդ նույն դատավորը 2-3 ամիսը մեկ դատական նիստ է իրականացնում։ Դա ինչի մասին է խոսում։ Դա ընտրողական դա չի կարող որևէ ողջամիտ բացատրություն տալ, թե մի դատավոր ինչպես կարող է ծանրաբեռվածան ներքո ամեն օր դատականիստեր իրականացնել հաջորդաբար ապահովելով ողջամիտ ժամկետում արդարադատականության իրավունքը։ Իսկ մեկ այլ գործով, որը չկա բիզնես, չկա փող, չկա ֆինանս, չկա ազդեցություն, նշանակել 6 ամիսը մեկ անգամ։ Շնորհակալություն Տիկին Չաթինյան դուք։ Ես կասեմ, որ մենք բարեփոխումներ ունեցել ենք եւ տեսանելի են եղել որոշ հարցերում բարեփոխումները, բայց երկու ժամանակահատվածում էլ խնդիրներ եղել են եւ համակարգային եւ ոչ այդքան համակարգային եւ պիտի պատրաստակամությունը տեսնել թե որքանով են պատրաստակամ լուծելու են խնդիրները որոնք կան եւ որոնք բարձրացվում են թեկուզ եւ քաղաքասարակության ներկայացուցիչների կողմից եւ հիմա եւ նախկինում եւ բոլոր ժամանակներում կարծում եմ այն ժամանակահատվածներում, երբ մենք չենք աշխատել եւ գործունեություն չենք ունեցել, ընտրովի արդարադատությունը եղել է եւ չի վերացել։ Շատ ու քիչի մասին գնահատականները օբյեկտիվ կարող են լինել ըստ գործերի եւ ըստ գործերի տեսակների, բայց այնուամենայնիվ եկեք արձանագրենք, որ փոփոխություններ բնականաբար դրական ունեցել ենք, բայց ընտրովի արդարադատություն եւ անպատժելիություն միևնույնն է երկու ժամանակահատվածներում էլ եղել են եւ կան։
մի հարցի անդրադառնանք, որը բավականին թարմ է եւ այսօր է տեղ ունեցել, վարչապետ, տեսեք, մենք վիրավորանքից խոսեցինք, զրպարտությունից, Հակոբ Ասլանյանի եւ Սամվել Վարդանյանի միջև տեղ ունեցած կամ Ալեն Սիմոնյանի եւ մեկ այլ քաղաքացու, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին խիստ հայտարարություններ էր արել, չասենք եկեղեցու, բայց եկեղեցում ծառայող հոգևորականների նկատմամբ, նրանց վարքի նկատմամբ, նրանց գործունեության նկատմամբ, արդյոք նման հայտարարությունները պետք է ենթադրեն որոշակի ինչ-որ պատասխանատվություն։ Կարծում եմ, որ պաշտոնատար անձանց վարքագիծը զրպարտություն կարող է լինել այս վիրավորանք, կարող է լինել նման հարց, կարող է ծագել։ Իրականում այո, կարող է ծագել, եթե անձինք ովքեր գտնում են, որ այդ խոսքը վերաբերում է իրենց, կարող են վիրավորանքի համար դիմել դատարան, բայց ավելի գլոբալ, եթե մենք հարցի մոտենանք, կարծում եմ, որ Հայաստանում շատ լուրջ խնդիր է պաշտոնատար անձանց էթիկայի նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությունը։ Պատկերացնում եք ազգային ժողովը մինչև այս պահը դեռևս չուներ էթիկայի վերաբերյալ հանձնաժողով, թեկուզ ժամանակավոր, հիմա ինչ որ քննարկում է հիմնական հանձնաժողով ստեղծելու հարցը, բայց մենք հիշում ենք այս վերջի տարիներին ինչքան դեպքեր եղավ եւ ազգային ժողովի ամբիոնից էին արտահայտություններ կատարում, որ շատ լուրջ ռեզոնանս էր առաջացել եւ իրենց աշխատավայրից եւ միջանցքներում եւ հանձնաժողովի նիստերում, Facebook-յան գրառումներում եւ եթե ժամանակին դրանք էթիկայի հանձնաժողովների կամ պետական մամուլներում այդ գուցե հենց համապատասխան հանձնաժողովի համապատասխան վարույթներում դա արձանագրվեր, անձին պատասխանատվության ենթարկեին որոշակի դեպքերում, ապա այս ամենը չէր առաջանա։ Սրան հաջորդելու է ատելության խոսք, սրան հաջորդելու է վիրավորանքներ, հայոյանքներ, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Այդ ատելության խոսքի վիրավորանքների վերաբերյալ նույնպես որոշակի հայցեր դատական գործեր լինում են։ Արդյոք այս դեպքում նույնպես ընտրովի արդարադատություն է տեղ ունենում։ Իրականում դատական գործընթացների դիմելը դա ոչ մի պարսավելի արարք չկա այդտեղ։ Անձինք պետք է դիմեն դատարան եւ ովքեր արտահայտություններ են կատարել, պետք է կանգնեն պատասխանողի կողմում։ Այստեղ շատ ավելի կարեւոր է դա, քան երբ որ վիրավորանքը պատասխանում է վիրավորանքի։ Վերջին շրջանում եթե նկատեք, կա ինչ-որ մի դիսկուրս եւ պաշտոնատար անձաշրջանում, որ տրվել է համապատասխան պատասխան, համարժեք պատասխան, վիրավորանքին տվել ենք համարժեք վիրավորանք, հարվածին տվել ենք համարժեք հարված։ Չկա նման բան։ Չկա նման, եթե մենք իրավունքի պետություն ենք ուզում ստեղծենք կամ դրա քայլեն, չկա համարժեք վիրավորանք, չկա համարժեք ծեծ, չկա համարժեք վնաս հասնելու ինչ-որ միտումներ։ Եթե անձը ինչ-որ քայլ է կատարել քո պատվի, արժանապատվության եւ քո ֆիզիկական ներգործություն է կատարել, ապա պետք է դիմել իրավական գործընթացներ եւ դու քո օրինակով ցույց կտաս ինչքան ես կարեւորում իրավական համակարգը եւ համապատասխանում ես այն իդեալին, որը ցուցադրում են։ Եվ դրանից է, եւ մենք չենք կարող ասել օրինակ ինչ կարող է մտածել զինվորականը, ով որ ծառայում է բանակում, մենք խոսում ենք չէ բանակում բարքերի մասին։ Նույն այդ անձիկ խոսում են բանակում բարքերի մասին, թե ինչ վատ են բարքերը, ոչ կանոնադրական հարաբերություն ինքնասպանություն են գործում, բայց նույն բաներից է առաջանում, չէ՞, նույն այդ տղայական այդ պաչաշ պատասխանի կամ ոչ պաչաշ պատասխանի հետևանքները։ Դա գալիս է նրանից, որ այդ անձինք, ովքեր ցանկություն ունեն նման կյանքով ապրելու, կարծում եմ, որ պաշտոնատար անձը այն լավագույն լուծումը չէ, որ նրանք ընտրել են։ Ուստի դատարան դիմելը որևէ ձև չի կարող պարսավել, նույնիսկ լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ դատական հայցեր ներկայացնելը կամ մեծ քանակությամբ շատերը բողոքում են, որ պաշտոնատար անձը շատ հայց է ներկայացնում լրագրողներ լրատվ։ Դրա մեջ դրական միտում կա։ Ավելի լավ է ներկայացնեն հայցադիմումներ դատարան, քան ծեծեն կամ հայոյեն, կամ Facebook-յան գրառումներով նվաստացնել, հիշել լրատվամիջոցի սեփականատիրոջը կամ տնօրենի կամ լրագրողին անպատվել, լրագրողին այնպիսի վիրավորանք հասնել, վրա նրա, ասենք, շատ բազմաթիվ դեպքեր հիշեցինք այս ընթացքում։ Կարծում եմ, որ կոնկրետ իրավիճակում շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում վերջապես մշակույթ ձևավորվի պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների վերաբերյալ։ Ու այդ դիսկուրսը, որ համարժեք պատասխան եմ տվել նրան ասելով այս վիրավորանքը, պետք է պարսավի ու ընդհանրապես վերանա, որովհետև եթե մենք գնանք համարժեք պատասխան տալու ճանապարհով,
ոչ մի լավ բանի չենք հասնելու։ Շնորհակալություն, Տիկին Չատինյան։ Իրավական մեխանիզմները բնականաբար կան իրավունքի խախտման դեպքերում համարժեք դատարան դիմելու կամ համարժեք գործողություններ իրականացնելու եւ եթե իրականում անձը գտնում է որ տեղի ունեցել իր նկատմամբ իր իրավունքի խախտման նկատմամբ ոտնձգություն, մենք այո ունենք Հայաստանի Հանրապետությունն ունի իրավական լայն հնարավորություն բոլոր իրավիճակներում եւ գրեթե բոլոր կատեգորիաներում իրավունքի պաշտպանության մեխանիզմների կիրառելության եւ հիշատակված դեպքով բնականաբար մեխանիզմը կա, հնարավորությունները կան, եթե իրական տեղի ունեցել նման արտահայտություն եւ, չգիտեմ, ինչ-որ հակերական մոտեցումներ չկան, բացառվում են եւ այլն, այս դեպքերում բնականաբար իրավական մեխանիզմով հարցի լուծման հասնելու ճանապարհները կան, այլ ոչ թե տղայական կամ համարժեք, չգիտեմ, ինչ-որ պատասխաններ տալու կամ երեկոյան գիշերը մեքենա վառելու, ինչ-որ այլ արատավոր երևույթների, որոնք իրար հետևից նոր հանցագործություններ ու նոր արարքներ են ծնելու, բնականաբար հանգիստ եւ էթիկայի հանձնաժողովով, եթե ունենայինք իհարկե եւ դատական մեխանիզմով հնարավոր է հարցի լուծում ստանալ։ Շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար։ Հիշեցնեմ, որ Ամեկ+-ի տաղավարում հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ քննարկում էր իրավապահ համակարգում, դատաիրավապահ համակարգում ընտրովի արդարադատության վերաբերյալ։ Հիշեցնեմ նաև, որ քննարկումը կազմակերպվել է Արդարացի դատաիրավական բարեփոխումներ ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ստեղծված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպությունը։ Եվ մեր այսօրվա քննարկման մասնակիցներն էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը եւ փաստաբան Դավիթ Ասատրյանը։